Գիտեք, իմ համար որպես Հայաստանի Հանրապետության կառավարության անդամի, այս կոնտեքստում չկա սրբազան, չկա դիրիժոր, չկա նկարիչ, չկա պետական պաշտոնյա, կա մի բան։ Բոլորի հավասարությունը օրենքի առաջ։ Հիմա եթե մեկը կոռուպցիոն ապացուցված ինչ-որ սխեմայով մի բան է ձեռք բերում ենթադրենք, եւ հետեւում է օրենքով սահմանված, չգիտեմ, ապացույցներով, դատական գործընթացով եւ այլ, հետեւում է դրան համապատասխան սանկցիան։ Մեկ էլ ասում ենք, վայ ոնց կլներ, բայց ինքը լավ ուսուցիչ էր, լավ դիրիժոր էր, լավ նկարիչ էր, սա աբսուրդ չի։ Ուրեմն կա օրենք եւ օրենքի հավասարություն բոլորի առաջ։ Եթե մեկը զինված հեղաշրջման կոչ է անում, այդ մարդուն դա կարելի է անել, որովհետեւ սրբազան է։ Եթե մեկը օտար հատուկ ծառայությունների գործակալ է, այդ մարդուն կարելի է դա ասել, դե լավ, ոչինչ, ինքը սրբազան է։ Ես ոնց կարամ համաձայնեմ, որ այդ մարդիկ, որ քաղաքական հայացքների համար են ձերբակալված կամ կալանավորված, այս էլ նոր բան է իմիջիայլոց, նորաձև շատ բան է, հանցանքները կոծկել քաղաքական գործունեության իմիտացիայով։ Հիմա մի անեկդոտ հիշեցի, ճիշտն ասած, ես հիշում եմ տարիներ առաջ այսպիսի անեկդոտ կար, մի երեխա գալիս է տուն եւ մորը բողոքում է, որ իրան ասել են Քոչարյան եւ ծեծել են եւ մայրն ասում է դու բան չէիր արել, քեզ ասեցին Քոչարյան, հա, տենց։ Ու իրանք բան չէին արել, մենք էլ քանի որ բաներ քաղաքական հակառակորդներ գնացինք բռնեցինք